Բարև ընկերներ, պարզվում է մեր սիրելի թալանչիներից ոմանք ցանկանում են լռեցնել ինձ, այնքան տգետ են, որ չեն հասկանում, որ արդեն ամեն բան անհնար է և իրենց թալանի վերջը գալու է։ Շատ շնորհակալ եմ բոլորիս աջակցության և վստահության համար։ Նախ ցանկանում եմ մի նորամուծություն անել։ Այսուհետ այն անձը, ով վիրավորական արտահայտություն կգրի, ես կհրապարակեմ իր նկարը և գրվածքը։ Ուրեմն Սալբի Դղերեջյան անունով տիկինը գրել է. ՔՊՆ խնչի վրետ, բաց երեստ։ Այս տարիքով տիկինը հավանաբար բարոյական դասընթացների է այցելում քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ անդամների մոտ։ Հակառակ պարագայում հայ կինը դժվար նման գռեհիկ պահվածք դրսևորեր։ Տիկին Սալբի, ձեր գրածը կարդալուց իմ մոտ մի ենթադրություն առաջացավ, որ այդ ամենը ամեն օր ձեր տանը անում են ձեր նկատմամբ, հակառակ պարագայում այդքան ագրեսիվ չէիք լինի։ Ընկերներ, մենք որդեգրել ենք չհայհոյելու և չվիրավորելու քաղաքականություն, անկախ նրանից, թե մեր դիմացինը ինչ է անում։ Միակ ճիշտ ուղին դա միմյանց հարգելն է։ Վստահեցնում եմ, դա ավելի հզոր զենք է, քան հայհոյանքը։ Հայհոյում են անբարոյականները, անդաստիարակները, իսկ մենք դրանցից տարբերվում ենք։ Բացի այդ, դրանք բոլորը շեղում են մեզ մեր իրական նպատակներից։ Անցանք առաջ։ Այսօր մի քանի կարևոր թեմաներից եմ խոսելու։ Նախ մի հետաքրքիր դեպքից եմ ցանկանում խոսել։ Խոսքը մեր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի մասին է։ Իդեպ, նա ևս դարձել է միլիոնատեր և դարձել է հեղափոխությունից հետո։ Մեր նախկին բանկիր նախարարը տարեկան ստանում է շուրջ 26 միլիոն դրամ աշխատավարձ։ Սակայն պարզվում է, նա նաև տարեկան ստանում է 3 միլիոն 240 հազար դրամ եկամուտ վարձակալության դիմաց։ Այստեղ ամենահետաքրքիրը նա է, որ անշարժ գույք հայտարարագրել է ընդամենը մեկ բնակարան Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, և այլ անշարժ գույք չունի պաշտոնական տվյալներով, ապա հարց է առաջանում. այդ դեպքում ինչ է վարձակալության տվել մեր նախարարը։ Ընկերներ, տրամաբանական բացատրությունը այն է, որ Դավիթ Խուդացյանը թաքցրել է անշարժ գույք։ Հույս ունեմ նա կամ նրա խոսնակը կհաստատի կամ կհերքի այդ տեղեկատվությունը։ Ամեն դեպքում ունենք փաստ, որ միլիոնատեր ՔՊԱ-ական պաշտոնյաները սկսել են աճ ու ձախ հարստանալ։ Շատերը կասեն, ինչ կա դրա մեջ։ Իհարկե նորմալ կլիներ, եթե մեր երկրում աղքատությունը հաղթահարված լիներ, ծանր վիճակում հայտնված արցախցիները հարցերը կարգավորված լիներ։ Հաջորդ միլիոնատեր դարձած ՔՊԱ-ական պաշտոնյան այս անգամ կին է։ Խոսքը Արուսյակ Ջուլհակյանի մասին է։ Ուրեմն մեր երբեմնի համեստ ապրելակերպով և աշխատավարձով գոյությունը մի կերպ ապահովող պատգամավորը տարեկան ստանում է 13 միլիոն դրամ աշխատավարձ ազգային ժողովից։ Բայց մեր ՔՊԱ-ական պատգամավորը կարողացել է ձեռք բերել 31 միլիոն 500 հազար դրամ, 12 հազար դոլար և 2500 դոլար արժեքությամբ պարտատոմսեր հայկական մի շարք բանկերում, որի արդյունքում էլ ստանում է նաև տոկոսներ։ Փաստացի դուրս է գալիս, որ վերջին 8 տարիներին պատգամավոր Արուսյակը կարողացել է ահագին հարստություն դիզել։ Պատգամավորի ամուսինն էլ նախկին Լևոնական Ավետ Պողոսյանն է, ով հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է և տարեկան ստանում է շուրջ 9 միլիոն դրամ աշխատավարձ։ Հասցրել է 2024 թվականին ձեռք բերել բնակարան և ավտոկայանատեղի Երևանում։ Ընկերներ, ՔՊԱ-ականները հարստանում են, իսկ երկրում բեսպրիձել է տիրում։ Օրեր առաջ Վաղարշյան փողոցում տեղի ունեցած կրակոցների բացառիկ կադրերը կարող եք դիտել իմ տելեգրամյան ալիքում։ Այս ամենը ցույց է տալիս, որ մեր ոստիկանությունը ուղղակի զբաղված է մուկ նկարելով։ Մեկ այլ ավելի թարմ դեպք երեկ է տեղի ունեցել, այս անգամ էլ դանակահարություն։ Ճիշտ եմ լսել, չէ՞ պարոն Ասկանաս Դավթյան։ Քո քաղաքը սարքել են կրիմինալ, իսկ դուք մուկ նկարելուց բացի ուրիշ ոչ մի բանով չեք զբաղվում։ Հա, մեկ-մեկ էլ մարդկանց բոքսելով։ Ընկերներ, մի խոսքով, այս քաոսային իրավիճակից դուրս գալու միակ ելքը իրական հեղափոխությունն է։ Այսօր ցանկանում եմ խոսել նաև մեկ այլ չարի մասին, որը ցանցային հանցագործություն է։ Խոսքը Զանգեր կենտրոն կոչվող խարդախների խմբի մասին է։ Ընկերներ, ամեն անծանոթ զանգի մի վստահեք,
Գործում են խմբեր, ովքեր զանգահարում են տարբեր անձանց, վստահություն շահելով Տիրանում քաղաքացիների բանկային կարտերի տվյալներին, նաև այդ կերպ փորձում են շատերին դարձնել պետական դավաճաններ։ Նման օրինակ խմբեր կան ձերբակալվածներ, բայց կան նաև շատերը, որոնք դեռ հանգիստ գործում են, իրենց ավարը վերցրել եւ հանգիստ կյանքն են վայելում։ Ունեմ տեղեկություն մեկ անձի վերաբերյալ, ով զբաղվել է նման խարդախությամբ, ով իրեն դրել է քաղաքական գործչի տեղ եւ իրեն սուրբ է ձևացնում։ Մոտ օրերս խոստացել են ապացույցներ, լինելու դեպքում դրանք կհրապարակեմ։ Ընկերներ, առաջիկայում իմ նկատմամբ ճնշումները հավանաբար մեծանալու է, քանի որ արդեն իսկ կա ՔՊ-ում լուրջ մտահոգություն մեր համատեղ պայքարի մասին։ Անգամ ինձ հորդորում են որոշակի ժամանակ դադարեցնել, սակայն այս ամենը վկայում է նրա մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Լինելու է իրական հեղափոխություն։ Քիչ մնաց։ Հարգանքներս, ձեր հայը։ Մենք ուզում ենք ես ասում եմ, որ մեր երիտասարդները գյուղում ապրող, այս ուղերձը ընկալ են, մտածեն, որ ցանկապատը կամ դարպասը ներկելը շատ կարևոր է։ Հիմա նոր հիշեցի, որ մեր Իջևանի մեր դարպասն էլ ներկա չի։ Լավ նյութ եմ ասում, գնացեք նկարեք, ցույց տվեք, ասեք, ճառելու փոխարեն կա, գնացեք ձեր դարպասը ներկեք։ Այո, ճիշտ եք։ Պետք է նաև, որտեվ դա շատ կարևոր է։ Որտեվ մենք ինչ ենք ասում, այդ գողական ենթամշակույթի դեմ պայքարենք։ Որովհետև ուզում ենք այդ սև կոշիկների, սև նասկիների, սև շալվարի, սև վերնաշապիկի, սև ժակետի, սև դեմքի բանը կուլտուրան վերացնենք։ Որտեվ դա հուսահատության կուլտուրա է, դա բռնապետության կուլտուրա է, դա անազատության կուլտուրա է։ Եվ ընդհանրապես ես ուզում եմ ասել, որ մեկ այդ հարցը չեք տալու, բայց ես պատասխանեմ, որովհետև այդ հարցը շատ կարևոր հարց է։ Ես ուզում եմ ասել, որ ես կարծում եմ, որ այն գործունեությունը, որ մենք ծավալում ենք Հայաստանի Հանրապետությունում, ես նկատի ունեմ Իմ քայլը դաշինքին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դա ոչ այնքան եւ ոչ միայն քաղաքական գործունեություն է, դա քաղաքակրթական գործունեություն է։ Մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Այդպիսով տղաները թուլանում են բոլոր առումներով։ Ինքը մերետ է, պրոստը ուզում է ցույց տա, որ ինքը մերետ չի։ Իր նպատակն է դա, ուրիշ նպատակ չունի։ Ոչ չունեմ։ Դե ինքը ոնց է ասում օդից կախված լուրերով, ես էլ եմ ասում օդից կախված լուրերով ինքը մերետ է։